Տիկին Վարդանյան համեցեք։ Շնորհակալություն, ես նախ ուզում եմ պարոն Միրզոյան ձեզանից շնորհակալություն հայտնել ձեր կատարած եւ ընդհանուր առմամբ արտաքին գործերի նախարարության կատարած աշխատանքի համար, որովհետեւ կարելի ասել, որ անզեն աչքով երևում է, թե ինչպես մեր դիվանագիտական հարաբերությունները կարելի ասել մի քանի աստիճան ավել մակարդակ են գրանցել, դա ակնհայտ է եւ կարող եմ ասել, որ նաեւ դիվանագիտական մեր կորպուսը վերցրել է իր վրա առաջնագծի, ճակերտավոր եմ ասում, բայց առաջնագիծը պահելու դերը Եվ հարցս հետևյալն է, որ ես կուզենայի իմանալ, այ խոսեցիք դիվանագիտական դպրոցից, ուզում եմ իմանալ ԱԳՆ-ն ինչ հարաբերությունների համագործակցային հարաբերություններ ունի բուհերի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների հետ եւ մասնավորապես մայր բուհի ֆակուլտետի հետ, ինչպես է լինում տեղեկատվության եւ ընդհանրապես իրենց ավելի ժամանակի մեջ պահելու այդ գործընթաց կա արդյոք նման համագործակցություն թե ոչ։ Ինչի է հարցս ծագել, պարոն Միրզոյան, որովհետեւ հաճախ այստեղ ուսանողների ենք հանդիպում եւ լինում են նաեւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետից եւ երբեմն հարցադրումներից տպավորությունն է, որ օրինակ միջազգային իրավունքը կամ ինչ որ որոշ առարկաներ թյուրընկալման դաշտում են մնում ուսանողների մոտ։ Շնորհակալ եմ Տիկին Վարդանյան նախ գնահատանքի համար եւ գնահատական խոսքերի համար։ Երկրորդ հարցի համար իհարկե առաջին մասով կարծում եմ, որ ափսոս ֆինանսների նախարարը արդեն դահլիճում չի եւ հետաքրքիր կլիներ նաեւ տեսնել ֆինանսների նախարարին խորհրդարանականների գնահատականների հետ ծանոթանալիս, դա շատ շոշափելի հետևանքներ է ունենալու հետո մյուս տարվա ուրեմն բյուջեում եւ այդ գործընթացում, բայց հուսամարտություններ կլինեն առաջիկայում այդ հավաստիանալու, որ մեր գործընկերները տիրապետում են ամբողջ տեղեկատվությանը։ Ինչ վերաբերում է մեր եւ բուհերի համագործակցությանը, գիտեք, շատ ինստիտուցիոնալ եւ շատ խորը համագործակցություն ցավոք չկա, կարելի է ցանկանալ ունենալ ավելին, բայց օրինակ արտաքին գործերի նախարարությունում ունենք մասնագետներ եւ նաեւ այստեղ ներկա պարոն Դարփինյանը, որը դասավանդում է բուհերից, դասախոսում է բուհերից մեկում, բայց էսա համագործակցությունը, այո, նաեւ դիվանագիտական դպրոցը իհարկե դիվանագիտական դպրոց ընդունող եւ հետո ընդունվող մարդիկ իհարկե մեր բուհերի հիմնականում շրջանավարտներ են, եթե սա կհամարեք որպես բուհ տիպ դպրոց կամ բուհ ԱԳՆ կապ, ապա կարող ենք համարել, բայց կարող ենք ունենք իմ խոստովանություն այն մասին, որ կարելի է ավելի լավ համագործակցություն ունենալ։ Արտուր Խաչատրյան։ Հա։ Ռեգլամենտը ռեգլամենտի պետք է ավարտենք ամենաուշը 4-ին 5 պակաս, որտեղ հաջորդ նիստն է սկսվելու։ Հարց, պատասխան, արձագանք, արձագանք։ 2 րոպե հարց, 2 հարց, 3 հարց։ 1 հարց, 2 րոպե։ Եվ այդքան։ Եվ եթե ձեր արձագանքի ժամանակ ուզեք այլ հարցի համար օգտագործեք, խնդրեմ։ Լավ, պարոն Միրզոյան։ Առաջի հարցը այսպես կոչված խաղաղության պայմանագրի գործընթացի մասին։ Դու դա նկարագրեցիք որպես մեծ ձեռքբերում, թշնամու խմբագրության հետ համաձայնվելը, չգիտեմ ինչու եք համարում մեծ ձեռքբերում, բայց եւ այնպես, ինչ ենք մենք դրա մասին իմանում թշնամուց, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունից։ Արտգործնախարարությունից իմանում ենք 2 ժամ հետո։ Երկրորդը դա գործընթաց է, այդ գործընթացը այդ վարկյանից Երբ Ադրբեջանը հայտարարեց, որ դուք համաձայնվել եք իրենց կետերի վերջի 2 կետի խմբագրության հետ, ինչքան է առաջ գնացել։ Մյուս հարցը ՀՀ-ԵՄ գործընթաց։ Այս գործընթացը այն վարկյանից ի վեր, երբ քննարկվեց այդ օրենքը ազգային ժողովում, մինչև այս վարկյանը, քանի օրենքը որ քննարկվեց Այս վարկյանից մինչև այս վարկյան, ինչքան ենք առաջ գնացել,
Սան ավելացնենք վերջի անակնկալը Գերմանիայի դեսպանատնից, որտեղ վիզաների ձեռքբերման գործընթացը համեմատաբար տանելի է։ Հիմա ինչա կատարվում վիզաների կենտրոնում, կարծում եմ ձեզ շատերն են ասել, դա կատաստրոֆա է։ Եվ մի հարց, քանի որ այդ հարցը տրվեց 3 ճիշտ է փակ նիստում ուժային կառույցներից մեկի ներկայացուցիչներին, չգիտեմ ինչքանով կարող եմ հիմա բարձրաձայնեմ, բայց եւ այնպես հունվարին կնքված պայմանագրում փաստաթղթում վերջի օրերին Բլինկենի հետ կետ կար նաև հրապարակված սահմաններին, ամերիկացիների ներկայության, անվտանգության ապահովման եւ այլն։ Եվ խորհուրդ տրվեց այդ հարցը ուղղել ձեզ։ Ես հիմա այդ խորհրդին հետևում եմ, հարց ուղղում եմ ձեզ։ 6 ամիս համարյա անցել է այդ ստորագրման վարքյանից մինչև այս վարքյան, երբ մտակ ես դահլիճից ներս, կոնկրետ ինչ քայլեր են նախաձեռնվել։ Շնորհակալություն։ Մեկ էլ եթե կարելի է մի հարց էլ, իստե մի քանի անգամ լսվում է Մինսկի խմբի կառույցների լուծարում։ Ինձ կխնդրեի Մինսկի խմբի գոնե 3 կառույց նշել։ Հա? Գոնե չէ, 3 են։ Այդ 3 կառույցները եթե կարելի է նշեք են, որտեվ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Մինսկի խմբի կառույց չի։ Եթե դա էլ նշեք, խնդրում եմ ՀԱԿ-ը որևէ փաստաթուղթ, որը այդպես սահմանում է։ Մինսկի գործընթացի կառույցներ ասելով, պարոն Խաչատրյան, եթե ուզում եք դուք ցույց տաք, որ ես լավ չգիտեմ Մինսկի գործընթացը ինչա, չեմ ուզում հասկանամ։ Պարզա 3 բանի մասին է խոսք էլի, երբ որ ասում ենք Մինսկի գործընթացի կառույցներ։ Մինսկի խմբի ուրեմն համանախագահությունն է, անձնական ներկայացուցիչն է, ունի չունի ընդհանուր տրամաբանությունն է։ Եվ, HLPG-ն մի քիչ դժվար է բացել, չեմ կարա բացեմ, Դե լավ, չունի։ Հիմա քննարկվում են այդ կառույցները, այդ մեխանիզմները։ Հիմա պարոն Խաչատրյան, գաղտնիք չկա այդ բանի, Միացյալ Նահանգների հետ կապված դուք վարանումով ասեք, ես վերջից եմ գալի, հարցերի։ Գաղտնիք չկա, եւ կարող ենք բաց խոսել այս մասին, խոսքը մեր սահմանային, ուրեմն սահմանային անցումը վերահսկող մեխանիզմների մեր հնարավորությունների ընդլայնումն է, լավարկումն է, այսինքն չգիտեմ, խոսքը տեխնիկական գործընթացների մասին է եւ հայ սահմանապահների կարողությունների կամ սահմանապահ ծառայության կարողությունների ընդլայնումն է։ Այլ բան դրա տակ, գիտեմ, մինչև մեկնաբանվեց, չգիտեմ, ամերիկյան սահմանապահների կամ սահմանապահ ծառայության ներկայություն, մասնակցություն որևէ կերպ մեր սահմանապահ ծառայության խոսքը դրա մասին չի։ Այդ խումբը դեռ չի ժամանել, բայց հասկանում եք, խոսքը process-ի մասին է, որի միայն մի հանգրվան է, այդպես մեծ ուրեմն քննարկման առարկա դարձավ։ Վիզաները, ուրեմն Եվրոպական միության անդամ երկրների կողմից մեր քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման կամ հերթագրման կամ հարցազրույցների ուրեմն գործընթացը իսկապես մտահոգիչ է։ Մենք այս հարցը մեր ԵՄ անդամ երկրի գործընկերներին, նրանց ովքեր ներկայություն են Երևանում առնվազն, մշտապես նրանց ուշադրությանը բերում ենք։ Հնչում են տեխնիկական պատճառաբանություններից վերջացած մինչև ֆինանսական դեպքեր կան, ընդունում ենք հայկական, օրինակ, չգիտեմ, դիմողի դժգոհությունը դեպքեր կան, բայց բացառիկ է սա, կանոն չեմ կարող դարձնել, որ մենք չենք կարծում, որ մեր քաղաքացու նկատմամբ օրինակ հարգալից վերաբերմունք է դրսևորվել, դեպքեր էլ կան, բազմաթիվ դեպքեր էլ կան, կամ եթե կուզեք դեպքերի մեծ մասում առնվազն մենք առարկություն չունենք, հիմա այդ են իրենց ընթացակարգերը եւ իրենց որոշելիքն է վերջնական առումով, բայց ընդհանուր առմամբ հարցի ուրեմն խնդրի լեգիտիմությունը եւ խնդրի գոյությունը ընդունում եմ եւ առաջին անգամ չի որ արտգործնախարարը ասում է որ այս հարցով մենք մեր ԵՄ գործընկերների հետ աշխատում ենք դրա լավագույն լուծումը եթե կուզեք մեծ հաշվով վիզաների ազատականացման գործընթացի արդյունավետ եւ հնարավորինս արագ ավարտն է Ստեղ էլ գաղտնիք չի, որ Հայաստանի Հանրապետությունը իր բաժին գործ ունի անելու, միայն ԵՄ դաշտում մնացած որոշումը չի, սկսած բիոմետրիկ կենսաչափական անձնագրերի նորմալ համակարգի ներդրումից վերջացրած բազմաթիվ այլ հարցերով։
օրենքի մասին խոսեցիք եւ ինչ արվել մինչ այժմ։ Եթե դուք նկատի ունեք արդյոք Հայաստանի Հանրապետությունը դիմել է ֆորմալ է դիմումը Եվրոպական միության անդամ դառնալու հանձնել է Բրյուսելին թե ոչ, ապա ոչ, այդպեսի դիմում Հայաստանի Հանրապետությունը չի հանձնել։ Եվ ամենավերջում անդրադառնամ ձեր կողմից ամենասկզբում հնչեցրած հարցին թշնամու հետ պայմանագիր։ Նախ պարոն Խաչատրյան, ես ձեզնից միշտ ստացել եմ որպես շատ կիրթ եւ տրամաբանող մարդու տպավորություն եւ չեմ կարծում, որ ձեր համար գաղտնիք է, որ խաղաղության պայմանագիր բոլոր ժամանակների, բոլոր ժողովուրդների պատմության մեջ խաղաղության պայմանագիր կնքել են թշնամու հետ, հակառակորդի հետ, որոշակի ռազմական հաճախ գործողությունների պատերազմների ավարտից հետո։ Հիմա ասում եք, չէ, դա լավ մի քանի շերտ ու երանգ ուներ ձեր հարցադրումը։ Հիմա ասում եք, որ ինչ ձեռք բերում է թշնամու հետ, ուրեմն թշնամու պայմանների ընդունումը, գիտեք, այնուամենայնիվ, ինչքան էլ որ բացասական տրամադրված լինեք, կամ ինչքան էլ որ փորձեք որևէ հիմնավոր, անհիմն կապ ունեցող, անկապ առիթ օգտագործեք քննադատելու կառավարությանը, գոնե չի կարելի շղթել, որ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը մի տեքստ, որի շուրջ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ասում են մենք այս տեքստի հետ համաձայն ենք։ Իսկապես շոշափելի ձեռքբերում է եւ նույնիսկ